Եվ քանի որ օրը չորեքշաբթի է, դե հասկանում եք, որ չորեքշաբթին մեզ համար առանձնակի օր է։ Այդ օրը մեր տաղավարում մենք միշտ հյուրընկալում ենք մի հրաշալի, մի չքնաղ անձնավորության, ում հետ կարծում եմ դուք էլ միշտ հաճույքով եք հանդիպում։ Հասկացաք, խոսքս Աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանի մասին է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Նախաբանը խիստ էր, բայց երևի տեղին էր, պարոն Ղուշյան։ Բայց դե կյանք է, ամեն ինչ է ստացվում է։ Շատ չար մեկնաբանություններ գրողների, նրանց ուղղակի հեռացրեք։ Բայց ես միշտ ընդունում եմ, պարոն Ղուշյան, այն մեկնաբանությունները, որոնք իրոք իրականություն, իրողություն են պարունակում։ Ես ընդունում եմ դա որպես փաստ եւ այդ մեկնաբանությունները, որոնք չափի մեջ են, ինձ միշտ օգնել են զարգանալու, իմ կարողությունները զարգացնելու, իմ գիտելիքների պաշարը հարստացնելու, այնպես որ չար մարդիկ իրենք տեղ չունեն, մենք նախորդ խոսում ենք, որ այդպիսի մարդիկ ուղղակի ինքնաարտահայտման վայր չունեն։ Երևի, այո, իրենց այդ նող կանքը, իրենց տգետությունը, իրենց տանը հարգանք չունեն, շրջապատ չունեն, շփման դաշտեր չկա, ստիպած այդ վատ մեկնաբանություններն են գրում։ Ես նույնիսկ այն մեկնաբանությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, դրանք հանդիսացել են գովազդ ինձ համար, պարոն Ղուշյան, որ պարբերաբար խոսել են, գրել են, մարդիկ անցել են իմեջերով եւ ահա ամեն սկանդալային ինչ որ բան, եթե իմ մասին ասում է, ես դրանից եմ հասկանում, որտեղ ինձ չեն ուղարկում, ես չեմ, բայց հասկանում եմ, որ ինչ որ բան արդեն իմ մասին ասվել է եւ այսպես մեծ բանակ է գալիս դեպի ինձ եւ դառնում իմ հիմնական հետևորդները, այնպես որ թող գրեն։ Գիտես, Գայանե, ես չեմ էլ այդ դրանից ազդվում, շերի բարեկամներ, ասեմ, որ այն 50-ից ավելի տարիները, որ անց եմ կացրել հեռուստաեթերում, գիտեմ թե ինչու են անում որոշ մարդիկ։ Դե սարսափելի բան է, այդպես ոմանք ասում են բարի նախանձ, նախանձի բարին որն է, նախանձը նախանձ է, ոմանք էլ ասում են պարզապես նախանձ։ Լավ, Գայանե, մենք այս տխուր թեման թողենք մի կողմ, մի այսպիսի հարց խոսենք, որոնք են սիրային գործերի մոլորակները։ Շատ կարևոր թեմա է, արծարծում, պետք է խոսեի դրա մասին, ուրախ եմ, որ դրա մասին խոսելու եմ։ Սիրելի հայրենակիցներ, արդեն ամսի մարսը ապրիլի 18-ից մտել է առյուծի կենդանակերպ, այն մի անգամ մուտք գործեց նոյեմբերին, հետո հունվարի 5-ի մոտակայքում հետադարձ ընթացքով գնաց Խեցգետին, քանդեց, քանդուկ հարաբարեց ընտանիքները, ցավոք, ցավալիորեն, շատ խնդիրներ Խեցգետին, Խոյ, Այծեղջուր եւ Կշեռք, մանավանդ Խոյ Կշեռք առանցքում, հետո արդեն ապրիլի 18-ից